Պատկերացրեք, որ ձեր հարևանը բարձրաստիճան պաշտոնյայի որդի է, որը ոչ միտեղ չի աշխատում, բայց պարբերաբար գնում է գերթանկարժեք գույք։ Իսկ որտեղից նրան այդքան փող կհարցնեք եւ չեք ստանա պատասխան, քանի որ նա չի ներկայացնում տարեկան եկամուտների հայտարարագիր։ Ողջույն, ես Արմեն Աթալյանն եմ։ Տիգրան Ավինյանի հայրը, որը վերջերս առանձնատուն էր գնել Նորք Մարաշում, չունի պարտավորություն ներկայացնելու հայտարարագիր եւ ըստ այդմ բացատրելու տվյալ տան ծագումնաբանությունը։ Այո, օրենքով պաշտոնյայի հետ չբնակվող հարազատը նման պարտավորություն չունի։ Այսինքն, եթե մատն ասենք կոռումպացված չինովնիկ է եւ ապօրինի ստանում է հսկայական եկամուտներ, դրանք թաքցնելու համար ընդհանրապես պետք է ունենա իր հետ չբնակվող ծնող կամ երեխա։ Վերջ, տարեկան եկամուտի հայտարարագիր չներկայացնող հարազատի անունով կարող է գրանցել ինչ ուզի։ Հիմա պետությունն իբր ցանկանում է փակել այդ բացը, ինչպես ամեն տարի եկամտի հայտարարագիր լրացնելու պարտավորություն դնելով մեր ուսերին։ Այսինքն առաջին հերթին բարձրաստիճան պաշտոնյաների մի քանի հազար մտերիմներին դա պարտադրելու փոխարեն պարտադրում են մեզ բոլորիս։ Այս process-ն արդեն վերածվել է աջաբսանդալի, որին էլ հենց գուցե ձգտում էր կառավարությունը։ Իդեպ, հակառակ սրան, օրենքով բարձրաստիճան պաշտոնյաների բյուջեի հաշվին կատարած ծախսերը պահվում են գաղտնի։ Օրինակ, ոչ ոք չգիտի, թե որքան գումար է մեր գրպանից վատնել նախագահ Վահագն Խաչատուրյանը վերջերս Լատինական Ամերիկա այցի ընթացքում եւ ընդհանրապես ինչ է շահել Հայաստանը Խաչատուրյանի եւ նրա անձնակազմի ոյաժների արդյունքում։ Այսինքն չինովնիկները իրենց ծախսերը թաքցնում են 7 կողպեքի հետևում, բայց մեզ ստիպում լինել բաց եւ թափանցիկ։ Փորձեք հիշել սա։